գնում են մելանխոլիայի, դեպրեսիայի, ապաթիայի մեջ։ Գիտեք ինչ, սիրելիներս, ընդհանրապես Եվ քանի որ մեր սիրելի ջրոցների վրա նաև ազդում է Սատուրն մոլորակը, տվյալ հենց այդ ապաթիայի ժամանակ Սատուրնը ինքը ավելի ուժեղ է ազդում ջրոցների վրա եւ այդ մարդկանց ջրոցների վախերը, ջրոցների ներքին տագնապները, ջրոցների կոմպլեքսները, բարդույթները ավելի են զարգանում, ավելի են գլուխ բարձրացնում։ Մեր սիրելի ջրոցները շատ յուրահատուկ էներգետիկա ունեն, շատ յուրահատուկ հնարավորություն ունեն։ Գիտեք ինչ, սիրելիներս, ջրոցներին ընդհանրապես տված է մեծ ինտուիցիա, կանխազգալու հատկություն։ Իրենց մտքից ինչ դուրս գալիս է, իրենք ինչ որ մտածում են տվյալ մարդու, տվյալ իրավիճակի մասին, դա 100%-անոց ճիշտ է։ Սիրելի ջրոցներ, ուշադրություն դարձրեք, քանի որ դուք ունեք այդպիսի հնարավորություն, ձեր մտքերը ուղղորդեք դեպի լավը, որովհետև ձեր վատ մտածելակերպը նույնպես իրականանում է։ Եթե դուք ինչ-որ հարցի շուրջ, ինչ-որ իրավիճակի շուրջ բացասական մտքեր եք բերում, դուք այդ բացասական մտքերը ինքնըստինքյան կուտակում եք եւ ձեր այդ բացասական մտքերը նույնպես իրականանում են։ Խորհուրդ եմ տալիս սիրելիներս, սիրելի ջրոցներ, ինչքան հնարավոր է ձեր մտքերը ուղղորդեք դեպի դրական լիցքերը, դեպի երազանքները, դեպի նոր մտքերը։ Շատ մեծ ջրոցներ կան, ովքեր որ իրոք եթե ուշադրություն դարձնեք, իրենք կանխազգուշակություններ, կանխազգացումներ ունեն, կանխազգացումներ ստանում են, կատարում են, ոնց որ Նոստրադամուսները լինեն։ Եթե ջրոցները ցանկանան, իրենք կարող են նույնիսկ իրենց այդ հատկությունները զարգացնել եւ առաջ տանել։ Մեր սիրելի ջրոցներին խորհուրդ եմ տալիս մեր սիրելի ջրոցներին, իրենք լսեն իրենց ներքին ձայնին, ոչ թե հարևանին, ընկերուն, բարեկամին, այլ լսեն իրենց ներքին ձայնին։ Իրենց ներքին ձայնը երբեք իրեն չի խաբի, որովհետև իրենց ներքին ձայնը կապված է ենթագիտակցության էներգետիկ դաշտի հետ, եւ իրենք այդ ենթագիտակցության էներգետիկ դաշտից միայն ստանում են ճիշտ պատասխանը։ Ուղղակի պետք է ջրոցները կարողանան իրենց այդ ստացած զգացմունքը, ստացած հարցի պատասխանը ճիշտ ընկալեն, ոչ թե թերհավատորեն, որովհետև դրանք 100%-անոց ճիշտ են։ Նույնիսկ ջրոցները չեն հասկանում, թե դա որտեղից է գալիս։ Ուղղակի ես ասում եմ, որ իրենց մոտ ինտուիցիան զարգացած է, իրենց էներգետիկ դաշտը կապված է տիեզերական էներգետիկ դաշտից եւ իրենք նման ձևով ստանում են այդ էներգետիկան։ Նույնիսկ շատ դեպքերում սիրելիներս հերոգլիֆների մեջ ջրոցների վրա, այդ թակու վրա, նաեւ թակու նկարի վրա նաեւ Ձիածան է նկարված, ինչ է իրենից ներկայացնում ձիածանը։ Ձիածանը սովորական կենտանակերպի նշանների համար դա գեղեցկություն է, դա ինչ-որ տիեզերական բնության հրաշք է։ Իսկ ջրոցների համար ձիածանը դա իրենց բնությունն է, իրենց էությունն է։ Դա ցույց է տալիս, որ իրենք հնարավորություն ունեն իրենց էներգետիկայով մյուս կյանքի մյուս ոլորտների տիեզերական մատրիցայի մյուս էներգետիկաների հետ համագործակցել, հաղորդակցվել։ Իրենք զգում են, իրենք երազներ են տեսնում, իրենց ինտուիցիան, ենթագիտակցությունը շատ զարգացած է։ Շատ ջրոցներ իրենք սիրելիներս հանճարներ են։ Օրինակ Էյնշտեյնի պես շատ գիտնականներ կան, ովքեր որ ջրոց համաստեղության տակ ծնված մարդիկ են։ Ինչն է պատճառը, որ 70-80% ջրոցները հենց գիտության բնագավառում մեծ գիտնականներ, մրցանակներ ստացած մարդիկ, մեծ հայտնագործություններ կատարած գյուտարար մարդիկ մեծամասնությամբ ջրոցներ են, որովհետև իրենց ուղեղը ուրիշ ձև է աշխատում։ Իրենց նայեք, սովորական մարդիկ նստած են, իրենք մտածում են այսօրվա կյանքի, այսօրվա աշխատանքի, այսօրվա ինֆորմացիայի մասին։ Ջրոցները իրենք իրենց ուղեղով կապված են
տիեզերական էներգետիկայից եւ իրենք մարկանցից այսօրվա մարկանցից 100-200 տարի առաջ մտածում են թե ինչ է կատարվում շատ դեպքերում է նման մարկանց համար դա թվում է տարօրինակ մեզ թվում է թե ջրոցները աշխարհից կդրված ազնվորություններ են դες նույնիսկ քարանձավի բնակիչը ինքը գնում է իր մամոնտը որսալու իր սովորական սնունդը հայտարարելու ինքը չի կարող հասկանալ մենք այդ քարանձավի բնակիչների նման ենք ինքը չի կարող հասկանալ թե ջրոցը նստած մտածում է որ պետք է արբանյակներ հրթիռներ թռնեն տիեզերական ինչ որ համակարգեր կնան, տիեզերականավորներ պետք է լինեն, տիեզերականացություն պետք է լինի, մեր նման քարանձավի բնակիչների համար ջրոցների նման մտածելակերպը անհասանելի է։ Շատ դեպքերում ջրոցների ուղեղը այնպես է զարգացած, որ իրենք իրենց ուղեղի ամբողջ պոտենցիալը ուղղորդում են նորը հայտնաբերելու, նորը ստեղծելու, գիտական մտքեր, նոր թեզեր ստեղծելու, հայտնաբերելու, բայց իրենց ֆիզիկականը շատ դեպքերում իրենք չեն կարողանում նույնիսկ իրենց տարական կենցաղային հարցերը լուծել։ Գիտեք, ինչ շատ դեպքերում իրենք մոռանում են, որտեղ է դրված իրենց ակնոցները, իրենց կրիճը, իրենց հագուստը։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, եթե դուք ջրոց եք, դուք զգում եք, որ դուք անընդհատ ինչ-որ բան կորցնում եք, որովհետև ձեր ուղեղը կենտրոնացած է ավելի բարձրի, ավելի գլխավորի, ավելի խելացի բաների վրա, քան թե այդ սովորական կենցաղային խնդիրների վրա։ Շատ գիտնականներ, շատ հանճարներ, ոչ թե սովորական գիտնականներ, այլ հանճարներ ծնվել են ջրոց համաստեղության նշանի տակ։ Այն ջրոցները, ովքեր որ չեն կարողանում իրենց այդ ուղեղի տված հնարավորությունը ճիշտ ձևով օգտագործել, կրթություն չստանալու, հնարավորություն չունենալու պատճառով շատ դեպքերում նման ջրոցները դառնում են տարօրինակ սիրելիներս։ Իրենք մարդուն, իրենց ընկերոջը, իրենց հարազատին նայում են մնդրադիտակի տակ, իրենք իրենց հնարավորությունը օգտագործում են արդեն կենցաղային պայմանների տակ եւ իրենք տեսնում են մարդու խնդիրները, բարդույթները, իրենք որովհետեւ իրենց ուղեղը ուղղորդում են այլ ուղղությամբ եւ շատ դեպքերում այն ջրոցները ովքեր որ կայացած չեն ովքեր որ իրենց տեղը չեն գտնում կյանքի մեջ շատ դեպքերում իրենց մոտ սկսվում է գտես ինչ իրենք իմանալով մարդկանց բնավորության գծերը օգտագործում են այդ մարդու դեմ շատ դեպքերում իրենք ինֆորմացիա են հավաքում եւ այդ ինֆորմացիան օգտագործում են այդ մարդու դեմ ինտրիգաններ են գիտեք ինչ ստեղծում են ինտրիգներ ստեղծում են տարօրինակ վիճակներ որի պատճառով տվյալ մարդիկ խնդիրներ են ունենում իրենք ուսումնասիրում են մարդուն հասկանում են մարդու թույլ կողմերը եւ այդ թույլ կողմերի վրա աստելով մարդուն շատ դեպքերում բերում են ինքնասպանության նկատի ունեցեք այն ջրոցները ովքեր որ սիրում են բամբասել ովքեր որ սիրում են մարդուն քննել տարօրինակ հարցեր են տալիս այդ ջրոցները հենց չկայացած ջրոցներն են իրենց տված էներգետիկա որ իրենք տիեզեր կուսումնասիրեն բայց իրենք չեն կարողանում իրենց այդ ներքին էներգետիկան հնարավորությունը օգտագործել եւ ընկնում են ցածր մակարդակի վրա բամբասել ինտրիգաներ ստեղծել մարդկանց գցել այդ իրենց լարանների վրա ջրոցը չի կայանում այն դեպքում եթե ջրոցի ազգի վրա կա անեզկի գործողություն նեգատիվ էներգետիկայի թուղթուգրերի գործողություն իսկ կայացած ջրոցները իրանք զարգանում են իրանք առաջ են գնում բարդադից չէ որ պետք է անպայման լինեն գիտնական իրենք գիտնական եւ հանկահարճար կարող են լինել իրենց սեփական բնակավարի մեջ իրենց աշխատանքի մեջ իրենց աշխատանքի ոլորտում շատ ջրոցներ իրենք ունեն այնպիսի մտքեր